Գյուղամիջյան ճանապարհները նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղի առաջնային հոգսերից են, իսկ ճանապարհաշինության համար գյուղը բարդ ռելիեֆ ունի։ Առաջին ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրով առաջին տուֆապատ ճանապարհը դովեղցիները տեսան 2023-ին, մոտ 175 գծամետր երկարությամբ, իսկ երկրորդի շինարարությունը մեկնարկել է 1 ամիս առաջ։ Սա ամենաբանուկ ճամփաներից է եւ տեղումների ժամանակ դժվար անցանելի, ասում է գյուղի վարչական ղեկավարը։ Հիմնականում աշխատել ենք ճանապարհանենք, որտեղ որ դժվար անցանելի է։ Միշտ խնդիր ա եղել է ճանապարհի հետ։ Ինքը ճանապարհը սպասարկում է մոտ 60 ընտանիքի ու երկրորդ շրջանցող ճանապարհ չունի։ Անձրևների սառույցի ժամանակ միշտ դժվար անցանելի ճանապարհ է ինքը։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 3.5 միլիոն դրամից ավելի է, 75% պետության մասնաբաժինը։ Նեղ զառիվերի նման ձգվող ճանապարհը փոքր-ինչ լայնացվում է, կտուֆապատվի 301 գծամետրը, մոտ 1500 քառակուսի մետր տարածքով։ Հիմնական աշխատանքի 20%-ն է կատարված այս պահին։ Տեղադիրքային պիցին է, որ հնարավոր չէր իջեցնել կամ ասենք ոնց որ շրջանցող մասեր կառուցել է ծևի ասած։ Թեկությունը համատաբար շատ է, բայց ստիպված ենք այս ծևի գնանք։ Հնարավորին չափով իջեցրել ենք մենք նախագծային մակարդակի չափումները կատարում մենք ունենք գեոդեզիստի միջոցով GPS տիպի սարքով ոնց որ մենք բարձունները վերցրել ենք երկու հատված ունենք գործանում մեկը սկզբնամասն է սա Ըստ շինարարների ճանապարհը պատրաստ կլինի աշնանամուտին, գյուղում դեռ կան անբարեկարգ ճամփաներ, որոնք նորոգման հերթում են։ Վարչական ղեկավարի խոսքով զուգահեռ փորձում են լուծել նաև ոռոգման ջրի խնդիրը։ Իրինա Մկրտչյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։